Հարգելի գործընկերներ, նախքան բուն ելույթից անցնելը մի փոքր դիտարկում եմ ուզում անել, որը շատ կարևոր է ոչ միայն զեկուցողի համար, այլ նաև մյուս պաշտոնատար անձանց այս շենքում աշխատող ուզում եմ հիշեցնել լեզվի մասին օրենքը եւ ընդգծել, որ անընդունելի է, երբ դուք զեկուցում եք նախագիծ օգտագործել օտարերկրյա բառեր, երբ կան հայերեն բառեր, այսպես դոմեյնի փոխարեն ոլորտ, milestone-ի փոխարեն այլ բան, ելույթներում, հարցերում, պատասխաններում, արձագանքներում ազատությունը կա, բայց այստեղից պաշտոնյան, որը զեկուցում է, պարտավոր է առաջին հերթին հարգել մայրենին։ Սա մեկ, երկրորդը անկեղծ ասած լսում էի զեկույցը եւ այդ վերջի զեղումները լիրիկական, ինչը բնորոշ է բավականին վերջին շրջանի պաշտոնյաներին, այդ շնորհակալությունները ինքներդ ձեզ, ծափերը ինքներդ ձեզ, հպարտությունները ինքներդ ձեր համար կլինի թողնեք ձեր շնորհակալությունը ասեն քաղաքացիները, գնահատականը տան քաղաքացիները, դա տգեղ է եւ հիշեցնում է սովետի ժամանակվա պոլիտբյուրոն մի քիչ, կարծում եմ, որ անտեղի է դա անելը եւ խնդրում եմ մի արեք տհաճ է, իսկապես տհաճ է։ Հաշվետվողականության մասով, եթե Երևանի ավագանուն ներկայացվում է հաշվետվողականություն իրենից ներկայացնող փաստաթուղթ, ապա այդ փաստաթուղթում պետք է ամեն ինչ գրված լինի ըստ թվերի, ըստ տեսակների, որպեսզի ավագանու անդամները հնարավորություն ունենան ստուգեն, համադրեն եւ կարողանան հետեւություններ անել, թե որքանով է դա այդպես։ Այնինչ մենք լսեցինք եւ կարդացել ենք, դա հաշվետվողականություն չէ, դա կենաց է, դա ինքնագովազդ է ընդ որում անհիմն, որովհետեւ հաշվետվողականության իրական խնդիր ԿՊ-ն ինչպես ուներ, այդպես էլ ունի եւ դրա վառ վկայությունն է օրինակ ավագանու անդամների դիմումների տրվող պատասխանները, երբ հարցնում ես խնձորի մասին, պատասխանում են տանձի մասին, իսկ վերջին պատասխանելուց նույնիսկ պարզվեց, որ ավտոբուսի տեսախցիկի արձանագրածը այ հենց իմ խնդրածը տեխնիկական պատճառներով գոյություն չունի այլևս, չգիտես ինչու վերացել է եւ չի ստացվել, դա խոսում է հենց հաշվետվողականության մասին։ Այստեղ խոսք գնաց կանաչապատման եւ աղբի մշակման մասին եւ համարձակվեցին համեմատել Հայկ Մարությանի ժամանակի հետ, այստեղ հիշեցնեմ ձեզ, որ Հայկ Մարությանը այն քաղաքապետն էր, որը ոչ թե երևանցիներին էր գրփում, ինչպես դուք եք անում, այլ եվրոպական միլիոնավոր եվրոների գրանտ բերեց, ոչ թե պետական պարտք ստեղծեց, ոնց ԿՊ-ն է անում, գրանտ բերեց, որի շնորհիվ մենք պետք է աղբի մշակմամբ զբաղվեինք եւ ունենայինք հաջողություններ։ Սակայն Մարությանի հրաժարականից հետո այս ոլորտում առաջընթաց չունենք։ Որպես աղբանության ոլորտում ձեռքբերում նշեցիք, որ մեքենաներ են ձեռքբերվել, իդեպ մեքենաների մի մասն է ձեռք եք բերեք կամազներ, որոնք հենց ձեր ուժը այստեղ քննադատում էր Հայկ Մարությանին, այսինքն ստացվում է քննադատում եք մի բան, բայց հետո նույնիսկ գնում եք, դուք չուզող չեք այս քաղաքի համար, հարց է չի առաջանում։ Եվ ամենակարևորը մենք չենք կարող մոռանալ, որ Երևանը այս ընթացքում կրկին աղբի ճգնաժամ ունեցավ։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ իշխող ուժը ջանասիրաբար ամբողջ մեղքը գցում էր կամազների վրա, մենք հիշում ենք, որովհետև նաև լրագրողներն են լուսաբանել այդ ընթացքում, այս պահին էլ Երևանի աղբահանությունը հեռու է այն մակարդակից, որը կար Հայկ Մարությանի ժամանակ, երբ ստեղծվեց ՀՕԱԿ-ը եւ շատ արագ ներդրվեց ամբողջ համակարգը։ Այստեղ նաեւ ավելացնեմ, որ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ ունեն վերջին ամսվա ընթացքում առնետների հետ կապված։ Ես գիտեմ, որ դա համատիրության տիրույթ է, բայց քաղաքապետարանը պետք է մի բան անի, որովհետեւ շատ են բողոքները։ Եվ սա ինչի մասին է խոսում, աղբահանության եւ սանմաքրման թերացման։ Ես խնդրում եմ մյուս անգամ հաշվետվողականություն բառը ասելիս մի հատ ուսումնասիրեք դա ինչ է եւ պահանջում եմ, որ իմ նաեւ դիմումների պատասխանները միշտ համընկնեն այն հարցադրման հետ, որը ես տվել եմ, ոչ թե ինձ հեքիաթներ գրեն կամ նշեն տվյալներ չկան։ Խնդիրը կա, խնդիրը մնում է թե հաշվետվողականության, թե թափանցիկության մասով լուրջ խնդիր ունի այս իշխող ուժը եւ դա նորություն չէ եւ այդ արատավոր ոճը շարունակվում է։